Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Երևանից պարոն Ռուբեն Մեհրաբյանը, հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, պարոն Այվազյան, շատ զգացված եմ ձեր հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանը։ Շնորհակալ ենք, որ միացաք մեզ այս կարևոր օրին, քանի որ արդեն շատ քիչ է մնացել ընտրություններին Այո, Հայաստանում կարևոր պահ է իրոք, բայց ես կուզենայի անպայման սկսել արտաքին քաղաքական անցուդարձից, ես նոր նայեցի, մենք մեր վերջի զրույցը ունեցել ենք փաստացի 12 օր առաջ եւ 12 օրվա այո։ մեջ շատ բան է փոխվել Հայաստանի շուրջ։ Նույնիսկ կարելի է ասել, այդ փոփոխությունները կրում են տեկտոնիկ բնույթ եւ ռազմավարական կտրուկ փոփոխությունների, այսպես ասենք, սկիզբ են դրել, հա, մեկնարկ են տվել այդպիսի փոփոխությունների, որոնք առջևում են։ Ես հիշում եմ, պարոն Մեհրաբյան, երբ որ մենք խոսում էինք, այդ ժամանակ նոր էին հնչում սպառնալիքները Ռուսաստանից, արդեն Այո, հնչել էին, բայց նոր էին թափ առնում եւ այդ պատժամիջոցները, որ մտցնում էր փաստացի պատժամիջոցի նման ինչ-որ գործողություններ, էմբարգո հայկան ապրանքների նկատմամբ Ռուսաստանը, հետո արդեն նորանոր ցանկեր տեսանք ինչ տեղի ունեցավ եւ դրանից հետո մենք տեսանք Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան, մենք տեսանք Շաքերթը Հայաստանում, մենք տեսանք Թրամփի ուղերձը Նիկոլ Փաշինյանին, որը որ նույնպես շատ կարևոր է, եւ հիմա երբ որ արդեն հայկան ապրանքները բախվեցին ահա այս խնդրին, մենք տեսանք հերախոսազրույց Ուրսուլա ֆոն դեր Լյայնի եւ Փաշինյանի միջև, որ Եվրամիությունը աջակցելու է Հայաստանին 50 միլիոն եվրո է փաստացի տրամադրելու Էրդողան Փաշինյան հերախոսազրույցին ականատես եղանք Կարսում հայ գործարարների հանդիպումներին, երկաթգծու բացմանը, Կարս Ախալքալակ Բաքու, այսինքն ես կարող ամեն ինչ չկարողանամ թվարկել, խնդրեմ դուք արդեն շարունակեք եւ ասեք թե ինչ փոխվեց իրոք այս մի քանի օրվա ընթացքում։ մենք երբ նախորդ անգամ հանդիպեցինք, Ռուսաստանը այսպես ռետորական, տեղեկատվական եւ ապատեղեկատվական տարրերն էր միայն գործի դրել, դեռ ոչ առևտրային պատերազմը։ Ներկայումս տեսնում ենք այնինչ սպառնում էր Ռուսաստանը, ըստ էության մեծ մասով դրել է գործողության մեջ։ Ռուսաստանը դեռ սպառնում է նաև գազի հարցով, դա դեռ գործողության մեջ չի դրել, բայց այն մնացած առումով կարելի է ասել հայկական արտահանման վրա դեպի Ռուսաստան դրված է փաստացի բեռնարկելք, էմբարգո, որը ըստ էության պատժիչ բնույթի է եւ համենայն դեպս Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն ասում է, որ շատ բան կախված է Հայաստանում ընտրությունների արդյունքից, իսկ դա նշանակում է, որ Պուտինը իր ռեժիմը, իր կողքի այդ պուդելները համարում են, որ իրենք Հայաստանի ընտրությունների մասնակից են։ Իրենք դեր ունեն նրանում, թե ում կընտրի կամ չի ընտրի Հայաստանը, ում պետք է ընտրի կամ չպետք է ընտրի Հայաստանը, այդտեղ իրենք ձայնի իրավունք ունեն։ Էլ չեմ ասում իրենց իրավունք են վերապահում, նույնիսկ պարտադրանքի միջոցներ ձեռնարկել Հայաստանի ընտրողի կամքը իրենց շահերի հունով բեկելու համար։ Այս ամենը բնականաբար ոնց որ ֆիզիկայի դպրոցական կուրսն է հուշում, հա, մասնավորապես Նյուտոնի երրորդ օրենքը, որ ազդեցությունը բնականաբար ծնում է Անում է հակազդեցություն։ հակազդեցություն։ Ահա։ Ռուսաստանը ազդեցությամբ մեջտեղ ընկնելով ծնեց հակազդեցություն եւ ստացավ հակազդեցություն։ Ինչ ձևով։ Այո, Հայաստանը բնականաբար չէր կարող իր արտահանման այս նկատմամբ բեռնարկելքը հաղթահարելու ուղղված քայլեր չանել։
Մանավանդ, որ այդ արտահանման, այս ժամանակաշրջանի արտահանման բազմաթիվ ապրանքատեսակներ պարզապես շուտ փչացում։ Եվ ուրեմն Հայաստանը համախոհ գործընկեր երկրների հետ, երկրների, ում հետ մենք ֆիքսել ենք շահերի, նպատակների եւ արժեքների ընդհանրություն, գործարկեց, այսպես ասենք, պիլոտային ծրագրեր ուղղված մեր արտահանման վերակողմնորոշմանը եւ հասավ արդեն առաջին արդյունքների, ընդ որում հաշվված ժամերի ընթացքում։ Նախ եւ առաջ կառավարությունը բավականին օպերատիվ արձագանքեց եւ կառավարության որոշմամբ փոխհատուցման սանդղակ սահմանեց տարբեր ապրանքատեսակների համար, մի կողմից, մյուս կողմից էլ ինտենսիվ դիվանագիտություն գործի դրեց, որպեսզի այլ շուկաներ մուտք ապահովի, կարճաժամկետ հեռանկար։ Արդյունքում մենք ստացանք շատ կարևոր այսպես ուղղություններ, մասնավորապես դա հենց նույն Վրաստանն էր, նաև Ուկրաինան, Եվրամիությունը, Միացյալ Թագավորությունը, Կանադան, բանակցություններ են գնում նաև Միացյալ Նահանգների հետ, եւ այո, Հայաստանի արտահանում ըստ իր սպառման շուկան կգտնի, հաստատապես, այսինքն Պուտինի այն ցանկությունը կարճաժամկետ հեռանկարում Հայաստանը թաթախել մի փորձանքի մեջ եւ կոլապս հարուցել, ըստ էության դատապարտված է անհաջողությամբ։ Պուտինը չի կարող հասնել նման արդյունքի, հենց այն պատճառով, որ Հայաստանն ունի լավ գործընկերներ։ Հայաստանի գործընկերներն մեծ յոթնյակի երկրներից 4-ը ռազմավարական գործընկերություն ենք մենք հաստատել նրանց հետ, մնացածի հետ էլ մենք խնդիր ոչ միայն չունենք, այլև գնում ենք նրան, որ նրանց հետ եւս ֆիքս ենք, եւ Պուտինը Լենինի դամբարանի որ պատով ուզում է իրեն տա, դրանով ինքը այդ իրերի այդպիսի դրությունը չի փոխի եւ չի կարող փոխել նույնիսկ տեսականորեն։ Ուզում եմ կրկնել, որ մենք չենք կարող բացառել այն, որ Ռուսաստանը կարող է կրկնում եմ, փորձ ձեռնարկել դիվերսիոն տերորիստական որոշակի գործունեության, մանավանդ այն ծաղրածու հարբեցողը, որ Տրոցկիին հիշեցրեց, իսկ ես ուզում եմ ուշադրությունը հրավիրել, դա ոչ թե ինչ-որ բառախաղ էր, այլ մենք հիշում ենք Տրոցկիի հետ ինչ տեղի ունեցավ։ Տրոցկիին մոտ ուղարկվեց մի կոմունիստ քիլլեր, հա, Ռամոն Մերկադերը, որը այն սառույցի այդ քլունգով ուղղակի հարվածեց Տրոցկու գլխին։ Մինչ այդ տենց այսպես ասենք վստահություն ներշնչելով, հա, իբր բարեկամ ձևանալով, հետո տեղի ունեցավ այդ սպանությունը։ Մեդվեդևը փաստորեն բառացիորեն այդ սպառնալիքով է հանդես գալիս, մենք սրան շատ լուրջ պետք է վերաբերվենք։ Պուտինը սպառնում է Ուկրաինայի ճակատագրով, իսկ Ուկրաինայում Պուտինը վարում է ցեղասպան պատերազմ։ Մենք սրան շատ լուրջ պետք է վերաբերվենք։ Իհարկե Հայաստանը պետք է վալի Ռուսաստանի գործերը հնարավորինս ոչ կոնֆլիկտային եւ ոչ շոկային տրամաբանության մեջ, որքանով դա կստացվի, էլի եմ ասում, բայց սա երկկողմանի երթևեկության փողոց է եւ փաստ չէ, որ Ռուսաստանը կհամաձայնի այդ հունով տանել հարաբերությունները մեր հետ այս անցման շրջանում, որքան էլ որ Պուտինն ասի, որ ինքը կողմնակից է քաղաքակիրթ ապահարզանի, որովհետև մոլագարի քաղաքակիրթ չի լինի, հա, մոլագարը մոլագար է, մոլագարի քաղաքակիրթը ո՞րն է։
միջազգային հետախուզման տակ գտնվող հանցագործի քաղաքակիրթը ո՞րն է։ Ոստի մենք այս ամենը պետք է հաշվի առնենք, սա այն իրականությունն է, որի մեջ մենք ապրում ենք եւ որում մենք պետք է աշխատենք եւ այդ իրականության մեջ է, որ մենք պետք է հետապնդենք մեր շահերը եւ այդ իրականության մեջ են այն սպառնալիքները, որոնք մենք պետք է դիմագրավենք։ Ահա ողջ իրողությունը։ Քարոզ արշավը մոտենում է ավարտին, հաշված մեր խոսակցության պահին դեռ 1 ժամ էլ կա, այնպես որ գոնե ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիս Հայաստանում գտնվելով եւ լինելով падգամավորության տեխնոց ու ֆորմալ առումով օրենքը չեմ խախտում եւ միտք էլ չունեմ խախտելու, Այո, բավականին թունավոր ընտրարշավ, որտեղ ուղղակի գեր դոզավորում էր պարզ ստի, կեղծիքի, խաբեության, մարդկանց վրա հոգեբանական ազդեցության եւ տերրորի բազմաթիվ տարերով եւ կիրառվող ռազմավարություններով, այսպես կարող ենք ասել, արտաքին միջամտությամբ բացեի բաց։ Բնականաբար եւ նաեւ իրենց դասատուներն են հայտնի հասցեով, անունով, ազգանունով։ Ըստ էության մենք միակ ուժը եղանք, որ Հայաստանի անվտանգությանը թիվ 1 սպառնալիքը կոչեցինք իրենց անունով եւ կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք։ Իսկ այն քթիտակ խնդմնդացող այն գավառամիտ նեղ ճակատները, ովքեր ասում են դե լավ, աբարանում էլ սելը ճռակ, ասեք մեղավորը Պուտինն է եւ այլ բերանները գլխից լայն բացողները հիմա համոզվեցին, որ այսօր Հայաստանի դեմ այս տերրորի ճարտարապետը, ռեժիսորը, գլխավոր հրամանատարը մի մարդ է, որի անունն է Պուտին։ Եվ Հայաստանը սրա հետ պետք է գործ ունենա, չնայած ոմանք էլ մեզ փորձում են դասեր տալ, որ մենք ոնց պետք է աշխատենք մեր խոսքի վրա, ինչի վրա ուշադրություն դարձնենք, ինչ չէ, Պուտինի անունը շատ չտանք, անիմաստ։ Երեք նաև պարոն Բաբաջանյանն էր, թե դեպատների ժամանակ բացեի բաց հստակ ասում։ Այո, բացեի բաց ասում էր եւ այն մենք էինք ասում, որովհետև ցանկացած մեղմասացություն դա սխալ դիագնոստիկա է խնդրի, իսկ բժիշկները կվկայեն, թե ինչի է հանգեցնում սխալ դիագնոստիկան, սխալ ախտորոշումը, սխալ բուժման, իսկ սխալ բուժումը պացիենտի առողջությանը մեծ վնասի, եթե չասենք մահվան։ Այնպես որ սրա հետ չի կարելի կատակամել, իսկ այդ խնդմնդացողները թող գնան իրանց խելքի վրա խնդմնդան։ Պարոն Մեհրաբյան, այսօր նաև հաղորդագրություն եղավ, որ կարող է դատավորները հավաքվեն եւ կասեցնեն ուժեղ Հայաստանի գրանցումը, նման դիմում է եղել։ Ինչ կարծիք եք, որքան հնարավոր է այն էլ հիմա, երբ որ այսպիսի մեծ հանրահավաք անցկացրեց իշխող կուսակցությունը քաղաքացիական պայմանագիրը, բացեիբաց ցուցադրելով, որ ամեն դեպքում ինքը կստանա բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, դրանից հետո որքան հավանական է, որ այդ կաշառակերության հայտնի դեպքերով սկանդալային ուժի նկատմամբ նման որոշում կայացվի։ Գիտեք ինչ, ես չգիտեմ ինչ որոշում կկայացվի մի կողմից, բայց մյուս կողմից ես անվերապահորեն կողմ եմ նման որոշման եւ ոչ միայն կողմ եմ, այլև դրա մասին, թե ես, թե մեր կուսակիցները, թե մեր կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը դրա մասին բազմաթիվ դեռ մինչև ընտրարշավը, որ ով են սրանք այս Պուտինի գլուխները, Պուտինի բերանները, ոմանք նրանցից կեղտոտ, ինչ գործ ունեն, իրենք ոնց կարող են լինել Հայաստանում քաղաքական process-ի մաս, որ իրավունքով։ Էլ ինչ պետք է անեն Հայաստանի գլխի, որ դուք հանգեք այդ
ուրեմն եզրակացության, միակ ճիշտ եզրակացության, որ սրանք պետքա դուրս շպրտվեն։ Դե հիմա ես չգիտեմ ինչ որոշում կընդունեն եւ կընդունեն թե ոչ։ Չգիտեմ ուղղակի։ Ամենայն դեպս հանրապետություն կուսակցությունը նման նախաձեռնությամբ դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, աշխատել են մի խումբ բանիմաց եւ կարելի ասել Հայաստանի ամենաբարեխիղճ եւ լավագույն իրավաբանները այս ուղղությամբ տեսնենք ինչով կավարտվի, չգիտեմ։ Ուղղակի չգիտեմ, դա կլինի գուշակություն, որ իմաստ չունի, հա, ես Որոշման մասին բացված այդ։ արդեն վաղը པարզ կդառնա, հա։ Այո, Ամսի այո։ 6-ին։ Ահա, Իսկ որքան հնարավոր է, պարոն Մեհրաբյան, որ այնուամենայնիվ գոնե թե ունենանք Հայաստանի խորհրդարանում ժողովրդավարական ընդդիմություն, անցած անգամ չստացվավ, այս անգամ կարծում եմ կան շանսեր, որքան հասկանում եմ, Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությունը, գոնե թե այս երկու կուսակցությունները հնարավորություն ունեն հայտնվելու խորհրդարանում։ Դե տեսնենք, համենայն դեպս մենք տեսնում Ժողովուրդն էլ ենք, պետք է աջակցի։ այո, մենք տեսնում ենք հիմա սոցհարցումները, որոնք հրապարակվում են, այդ թվում նաև խիստ պրոֆեսիոնալ եւ հավաստի արդյունքներ մշտապես, հա, հրապարակող կազմակերպությունների կողմից, այնուամենայնիվ այնտեղ այդ հարցումների արդյունքներում կա մի կարևոր տար, շատ մեծ է նրանց թիվը, ովքեր դեռ որոշում չունեն, եւ շատ մեծ է թիվը նրանց, ովքեր որոշում ունեն, բայց չեն ուզում հայտնել, հրաժարվում են հայտնել։ Իհարկե, սա առանձին ուսումնասիրության առարկա պետք է դառնա, ինչու են մարդիկ այդպես արձագանքում, հատկապես նրանք, ովքեր չեն ուզում իրենց կարծիքը հայտնել, ինչն է կաշկանդում իրենց, հա։ Բայց այնուամենայնիվ մենք ունենք նման հարց, այնպես որ կարող է սուրպրիզներ լինել եւ տեսնենք ինչով կավարտվի, բայց գոնե իմ անձնական զգացողությունը այս ընտրարշավին մասնակցելով հազարավոր մարդկանց հետ զրույցի բռնվելով, ձեռքսեղմումով, ուղղակի ես էլ երթևեկում եմ մեքենա չունեմ, չեմ սիրում մեքենա, ուղղակի երթևեկում եմ հասարակական տրանսպորտով, ավտոբուս, տրոլեյբուս, մետրո։ Ամենալավ շփվելու ձևն է մարդկանց հետ։ Հա, բայց ես ուղղակի այդպես եմ երթևեկում եւ ուզեմ չուզեմ մանավանդ այս ընտրարշավն էլ էս ակտիվ գովազդային, հա, այս արշավից հետո մարդիկ ճանաչում են, մոտենում են, զրույցի ենք բռնվում։ Ինձ թվում է մեր ուղերձներն այնուամենայնիվ այսպես ասենք հետադարձ կապ են ձևավորել մարդկանց հետ, դրական արձագանք, մարդիկ հասկանում են, որ պետությունը, ժողովրդավարական պետությունը պետք է կանգնի երկու ոտքի վրա, իշխանություն եւ ընդդիմություն։ Երկրորդը, որ այո, ժողովուրդը տեր է կանգնել իշխանությանը դեռ 2018-ին եւ վերահաստատել է իր կամքը 2021-ին, բայց այսօր Հայաստանում ընդդիմությունը Պուտինն է եւ սա աննորմալ վիճակ է։ Այսպիսի ընդդիմությունը թոք է պետության վզից գցած եւ պետք է պետության վիզը ազատել, պետությունը պետք է կրկնում եմ կանգնի երկու ոտքի վրա, պետության թշնամիները չպետք է զավթեն ընդդիմությունը եւս մեկ անգամ, ինչպես դա տեղի ունեցավ 2021 թվականին։ Մարդկանց մոտ կա այն ընկալումը, թե որն է ընդդիմության ֆունկցիան, որ պետության թշնամին չի կարող կոչվել ընդդիմություն, որ ընդդիմությունը դա պետության թշնամին չէ, այլ ընդդիմությունը ունի նույնքան պատասխանատվություն քաղաքացիների եւ պետության առաջ, որքան եւ իշխանությունը, եւ ինչպես եւ իշխանությունը, ընդդիմությունը եւս վճարվում է քաղաքացու հարկերից։ Ես օրինակ ինչի համար պետք է հարկեր տամ, օրինակ եմ ասում, Դաշնակ Իշխան Սաղաթելյանի աշխատավարձի համար, կարող եք ինձ ասել, որ մեղքիս համար։ Պայմանական, էլի, բայց խիստ այսպես մի հավաքական կերպար։
Հետևաբար, այո, պետք է իրականացնել ընդդիմափոխություն եւ մեր կոշն է քաղաքացիներին միացեք ընդդիմափոխությանը։ Մենք առաջարկում ենք մեր ծառայությունը քաղաքացուն եւ պետությանը որպես ընդդիմություն, որպես պատասխանատու ընդդիմություն, որը այո, վիճարկելու է մեծամասնության քայլերը, նպատակ դնելով ընդունված քաղաքական որոշումները դարձնել լավագույնը բոլոր հնարավորներից, ընդունված օրենքները լավագույնը բոլոր հնարավորներից, որպեսզի դրանից շահի քաղաքացին։ Այս Պարոն պետությունը Մեհրաբյան, նաև մեր։ Այո, ձեր կուսակցությունը այն եզակի կուսակցություններից է, որ նախաձեռնիցիք ստորագրահավաքը, այո, որ հետո օրենքը ընդունվեց, չէ՞։ Եթե ձեր ճիշտ այդպես։ կուսակցությունը հիմա հայտնվի խորհրդարանում որպես ընդդիմություն, ինչ նախաձեռնություններով է հանդես գալու ահա այդ ուղղությամբ, ինչ քայլեր պետք է անի Հայաստանը։ Նախ եւ առաջ այդ օրենքը պետք է արդեն ստանա իրականացման ծրագիր, ժամանակացույց կամ ճանապարհային քարտեզ։ Մենք ի կատարումն այդ օրենքի ինչ քայլեր պետք է անենք։ Առանց նման ռեգլամենտացիայի մենք արդեն որոշ քայլեր դրանից հետո սկսել ենք անել, հա, դա օրինակ այն է, որ Հայաստանն այսօր ինտենսիվ process-ի մեջ է Եվրամիության հետ, ասենք առանց վիզաների ռեժիմին հասնելու համար, հա, տնային աշխատանք ունի եւ դա իրականացնում է եւ դրա ժամանակացույցը կա, օրինակ։ Հաջորդը Հայաստանը Եվրամիության հետ քննարկում է տնտեսական համագործակցության խորացման ծրագրեր եւ իդեպ ասեմ այդ սկզբից Արարատ Միրզոյանի եւ Մարտակոսի, իսկ հետո Նիկոլ Փաշինյանի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հերրախոսային բանակցություններից հետո, երբ Եվրամիությունը ասենց կարճաժամկետ եւ միանգամից 50 միլիոն եվրո հատկացրեց Հայաստանին կարճաժամկետ տարիքների համար, իսկ դա հիմնականում այդ լոգիստիկ ծախսերի եւ կոմպենսացիաների համար պետք է ծախսվի։ Ամսի 22-ին թե 23-ին Եվրամիության հավաք է տեղի ունենալու եւ Հայաստանի Աշխատանքային խմբի մասն է խոսքը, որ պետք է ձևավորվի։ եւ ձևավորվում է աշխատանքային խումբ, իսկ 22-ին թե 23-ին Եվրամիության հերթական հավաքն է լինելու իրենց անդամ երկրների ուրեմն արտգործնախարարների եւ Հայաստանի հարցը արդեն օրակարգում է, այսինքն մենք այս ժամանակ պետք է արդեն սպասենք համալիր քայլեր Եվրամիության կողմից, որոշ առումով նաև միջնաժամկետ ծրագրեր օժանդակության եւ մեթոդական օգնության։ Ես կարծում եմ, որ հայկական կողմը պետք է նաև բարձրացնի հարցը, որ Եվրամիությունն օժանդակի եվրոպական ստանդարտներին համապատասխանեցման այդ գործընթացը, որ մեր արտադրանքը որքան հնարավոր է արագ սկսի համապատասխանել եվրոպական ստանդարտներին եւ Ասում են, որ շատը համապատասխանում է մեծ մասը։ Եվ շատը այո համապատասխանում է, բայց մենք ունենք մանր արտադրողներ, որոնք խնդրի առաջ են կանգնում։ Եվ նաև այո գյուղատնտեսության զարգացման։ Եվ հաջորդն էլ, տեսեք, Հայաստանը նաև իր արտահանման կառուցվածքը պետք է այսպես միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում փոխի։ Մենք միայն այնպես չպետք է լինի, որ Եվրամիություն մեր արտահանումը միայն գյուղմթերքը կարող է լինել։ Այդ գյուղմթերքից Եվրամիությունում կա։ Եվ ճիշտ է, Հայաստանի արտադրանքն էլ այդքան մեծ չէ եւ Եվրամիությունում կես միլիարդ մարդ է ապրում։ Իսկ Բայց Բալթյան երկրները շատ ակտիվ կարող է տանեն Հայաստանից ապրանքներից։ Հիշում եմ, երբ որ Վրաստանի հետ էր Եվրոպան կտանի, այո։ Երբ որ Վրաստանի հետ էր այդ գործընթացը տարվում, դեսպանները Բալթյան երկրների շրջաններով գնում էին եւ տարբեր հանդիպումների էին մասնակցում, գործարարների էին հավաքում, բացատրում էին եւ ստացվեց։ Այսօր ստացվեց։ Նույն process-ը երևի Հայաստանում տեղի ունենա դեսպանները տարբեր շրջաններում, տարբեր գործարարների հետ։
Այո, եւ այդ հարցերում հետխորհրդային երկրները, երբ հայտնվում են Ռուսաստանի ճնշումների ներքո, ելնելով սեփական փորձից եւ պատմությունից, դա ամենամեծ սենտիմենտներն է առաջացնում առաջին հերթին բնականաբար մեկ Բալթյան երկրներում, մեկ էլ Լեհաստան։ Եվ մենք սպասում ենք, որ եւ ոչ միայն այնտեղ, այլև բոլոր եվրոպացի մեր գործընկերները, քանի որ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ փաստաթղթերը վերաբերվում են առանց բացառության բոլոր եվրոպական երկրների, իսկ մենք հարավային երկիր, մեր գյուղմթերքով հետաքրքիր կլինենք հյուսիսային ավելի շատ այս գոտու համար, կարծում եմ Հայաստանի համար լավ հեռանկարներ են բացվում։ Եվ նաև մենք կարծում եմ, որ վրացական տրանզիտն է այստեղ եւս շատ կարևոր դառնում, նաև այդ Թբիլիսի Ախալքալակ Կարս այդ երկաթուղին կարող է կարևոր դերակատարում ունենալ, նաև այդ կարգո ինքնաթիռների միջոցով կարելի է այդ արտահանումն իրականացնել որոշ արտադրանքի, որը դե շատ շուտ փչացող է, կամ նավերի մեջ։ Հաստատի պարոն Մեհրաբյան, ես որքան հասկանում եմ, ուղղակի հայ-թուրքական սահմանը չի բացվել, բայց արդեն Հայաստանը կարող է առևտուր անել Թուրքիայի հետ նույն Կարս-Ախալքալաքի միջոցով։ Ուղղակի տրանզիտ երկիր է դառնում Վրաստանը եւ Թուրքիայի միջոցով նաև ապրանքներ արտահանել նույն երկաթգծով դեպի Եվրոպա եւ ոչ միայն։ Այո, եւ շատ պարզ պատճառը, որովհետեւ Հայաստանի ու Թուրքիայի մեջ ֆիզիկական փոխկապակցվածություն դեռ չկա։ Ասենք, եթե Գյումրի-Կարս երկաթուղին պատրաստ լիներ, իմաստ չկար, հա, ասենք մեջ շրջանանեինք, հասնեինք Թբիլիսի, որոնտեղից էլ Ախալքալակով գայինք Կարս, եւ Կարսը Գյումրիի, ինչպես ասում են, դիմացի մայթին է։ Հետևաբար սա եւս ակտուալիզացնում է արագացումը Ռուսաստանի այդ RЖD-ի կոնցեսիան վերջ տալու համար, որովհետեւ դրանք դարձել են աղբյուրի գլխին նստած օձի նման, ոչ իրենք են խմում, ոչ թողում են ուրիշները խմում։ Հետն էլ թունավորում են, հետն էլ սպառնում են։ Այնպես որ անելիքները դեռ առջևում են, բայց ես էլ եմ ասում, այս տեկտոնիկ տեղաշարժերի, այսպես ասենք, սառույցը կոտրվեց եւ շարժվեց, այսպես կարող ենք ասել։ Շատ շնորհակալ ենք այսօրվա զրույցի համար, պարոն Մեհրաբյան։ Ես եմ շնորհակալ, որպեսզի անդիմափոխությունը ի վերջո տեղի ունենա, իրոք շատ կարևոր է Հայաստանի համար։ Այո, մենք ձգտում ենք դրան եւ հույս ունեմ, որ մեր քաղաքացին կմասնակցի անդիմափոխությանը եւ եւս 5 տարի խորհրդարանական մղձավանջ թույլ չի տա։ Շատ շնորհակալ։ Հաջողություն ձեզ։ Լավ մնաք։